Եթերում Drive News-ն է։ Այսօր ես երկար բարակ մտածեցի, թե ինչ կարելի է անել այս հաղորդմանը եւ որոշեցի, որ ես շատ վաղուց, գրեթե արդեն 10 տարի կլինի, որ ես չեմ այցելել ոչ մի տիպի որևիցե ավտոդպրոց։ Տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում Ավտովար 57 դպրոցում։ По слогам читать слова. Учат в школе, учат в школе, учат в школе. Книжки добрые любить и воспитанными быть. Учат в школе, учат в школе, учат в школе. Книжки добрые любить и воспитанными быть. Учат в школе, учат в школе, учат в школе. Ходить восток и юг, рисовать квадрат и круг. Учат в школе, учат в школе, учат в школе. И не путать никогда острова и города. Учат в школе, учат в школе, учат в школе. И не путать никогда острова и города. Учат в школе, учат в школе, учат в школе. Про глаголы, про тире и про дождик на дворе. Учат в школе, учат в школе, учат в школе. Крепко-накрепко дружить, с детства дружбой дорожить. Учат в школе, учат в школе, учат в школе. Крепко-накрепко дружить, с детства дружбой дорожить. Մի խախտեք երթևեկության կանոնները, հետևեք լույսացույցի կարմիր լույսին։ Учат в школе, учат в школе, учат в школе. Մեր հասարակության մեջ կարծես խիստ արմատավորվել է մի արատավոր երևույթ զանազան զարտուղի ճանապարհներով ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական, սակայն հենց իրենց վարորդների համար դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։ Շատերը այդ պնդմանը վերաբերվում են թերահավատորեն, բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ ասենք երթևեկության կանոնները չիմանալու պատճառով երկրորդական փողոցից մայրուղի դուրս գալու ժամանակ վարորդը նախ չի միացնում թարթիչը եւ հետո չի զիջում ճանապարհը մայրուղով ընթացող ավտոմեքենային։ Լավագույն դեպքում ստեղծվում է վթարային իրավիճակ, իսկ վատագույն դեպքում այս մասին մտածելն անգամ սարսուռ է առաջացնում։ Կամ ասենք վարորդներն ու ուղևորները թերագնահատում են ամրագոտիների օգտակարությունը լիովին համոզված լինելով, որ անվտանգության բարձիկները կփրկեն իրենց կյանքը։ Կյանքը միգուցե հնարավոր է լինում փրկել բարձիկների օգնությամբ, բայց քչերը գիտեն, որ հենց ամրագոտիներն են զերծ պահում անիմաստ վնասվածքներից, քանի որ բարձիկները ստեղծված են որպես ամրագոտիների լրացնող անվտանգության համակարգ։ Եվ դուք երբեք չեք տեսնի մի քրաշ տեստ, որտեղ փորձարկումները կատարվում են առանց ամրագոտիները ամրացնելու։ Վարորդների կողմից թերացումների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանց մենք մի ուրիշ առիթով կանրադառնանք։ Ուղղակի ցանկանում եմ հաղորդել բոլոր նրանց, ովքեր նախատեսում են վարորդական իրավունք ստանալ, դա անեն միայն համապատասխան գիտելիքներ ձեռք բերելուց հետո։ Առավել ևս, որ այժմ օրինական ճանապարհով այդ իրավունքը ստանալը բավական արագ ու հեշտ գործընթաց է, իսկ մասնագիտացած ավտոդպրոցների պակաս չի զգացվում։ Նստեցինք։ Չափսը լավ է, հարմար է։ Չափսը հա, հարմար է։ Ուրեմն լսի, յուրաքանչյուր անգամ որ մեքենայի ղեկին որ նստես, դրա պատասխանատուն դու ես։ Եվ քանի որ դու շատ լավ վարորդ ես, նոր վարորդ չես, ինձ թվում է այդքան քեզ ասենք սովորացնելու բան չկա, բայց կարող է հանգարց բաներ լինի, որ կփորձեն քեզ օգնել ուղղել, դու դրան գիտես, ուղղակի երևի մոռացել ես։ Հա։ Եղավ։ Դե հիմա մեքենատ աշխատացրա ու գնացինք։ Ամրագոտին միջև աշխատացնելը, չէ՞։ Անպայման։ Ահա։ Ահա։ Երբ արդեն փոխած է։ Այո։ Ահա։ Գնացինք։
քանի որ դու լավ վարորդ ես, աշխատում ես սահուն գազ տաս, որ շատ սահուն եւ սահուն տորմուզ տաս։ Ձախ կողմի վրա շարք փոխի, այդ դու շատ ապրես, աշխատի ռեսկի ռուլի հետ շարժես, անջատի գնա։ Բանը մոտենանք ֆրանկ, պետք է շարք փոխեիր։ Հետո նորից պետք է միացնեիր շարք։ Փոխում եմ, անջատում եմ, հետո միացնում եմ, որ հետևի մեքենան եկող չխանգարվի, որ կողմնորոշվի։ Ստեղից ռազվարոտ ենք անում, հետադարձ գնում ենք, հետ շատ կամած, հանգիստ, մյուս մեքենաներին զգալ տաս, որ դու ռազվարոտ ես անելու, շատ կամած, շատ առաջ մի գնա։ Այ հենց ստեղից անցի անցումը, հենց ստեղից։ Սխալ բան արեցիր։ Իրանց պետքա զիջեի։ Անջատի գնացին, չկարելի արդյունական, հանգիստ գնա, դրա համար չպետք է մտներ շատ։ Այսինքն պետքա զիջեմ նրանց, հա? Դու նրա հետ գործ չուներ, դու պիտի ֆրայեր գնար, դու իրան շփոթացրեցիր, դրա համար մենք անջատեցինք, գնացինք։ Հիմա գնացինք, կասեմ ոնց ես անելու։ Տես ձախից կունենաս շրջադարձ նշան, ծառների մոտից նայ կզգաս։ Ձախից? Աչից կներես։ Ծառների մեջով նայ, մեքենան ցույց է տալի բեռնատարը։ Մեքենա տեսա, արդեն շրջադարձը դեռ չեմ տեսել։ Հիմա կտեսնես, տեսար։ Հա, տեսա։ Ահա։ Կետա գծել, որտեղ որ կտեսնես, հատված գծել, այնտեղից ես շրջադարձանում շարժվի։ Այս ինքը շուտ այստեղից նա խախտեց։ Մեզ պետք չի նրա խախտելը։ Շատ հանգիստ շրջվում ես, մեքենային զիջելով, չվախացնես իրան ու գնացինք։ Հայլիտ նայ, ոչ մեկի չխանգարեցիր, շտապել պետք չի ուրեմն։ Հիմա մտածի արագությանդ մասին, որ երթևեկությանը չխանգարես։ Եվ մի շարք վերցնենք կամ այս կողմ, կամ այն կողմ։ Ահա, ձախից երկրորդ։ Շատ լավ է ստացվում, եթե ձախից երկրորդ։ Արագ շարքը մի փակի։ Ինչքան արագությունդ 60 շատ լավ է։ Ինչքան աստե սահմանված 70։ Դու լավ ես գնում, պատկերացրա, վատ չես գնում։ Այս մեր ընկերը տես խախտելով է գնում, գիծը տարելով։ Գիծերի մեջտեղով։ Ու շատ լավ անցար վստահ։ Սլակները հուշեց խաշմերուկ էս մոտիկանում։ Լուսացույց ունենք, չունենք, փոխարեն ունենք գլխավոր ճանապարհ նշան, հատողը ուրեմն զիջել ճանապարհ, դու կարաս ապահով անցնես։ Դրանք որ նախորդ կողմնորոշվես շատ հեշտ է լինում։ Շատ դանդաղ ենք մոտիկանում, գծին մոտավորապես 1 մետր, մետր ու կես չհասած պետք է կանգնենք։ Եթե գիծը տրորես, դա խախտում է, համարվեց կարմիր լույս։ Շատ լավ սահուն կանգնեցիր, հարություն ապրես։ Ուշադրի լույսին։ Դու շատ ապրես, որ դեղինով չես մտնում, կանանչով ապրես։ Աչքդ պահի առաջ, աչ շարքով շատ լավ մտար ու նայ որ աչում միշտ մեքենաները կանգնան, թարթիչով շարքը փոխում ես, շատ լավ էր ապրես։ Անջատում ենք, նորից ես փոխում, երթևեկությանը մի խանգարի, քեզ արագություն է պետք։ Ու սպիդոմետրդ նայելով ես գնում, այո, մի հատ ես փոխում։ Եվ հիմա նայ խաչմերուկ ենք մոտիկանում, անպայման անջատի։ Հետո նորից միացու, որ հետևի մեքենան հասկանա, դու ուզում ես ստեղ թեքվես ձախ կամ շրջադարձ անես։ Գիծը չենք տրորում եւ կենտրոն գնալը պարտադիր չի։ Այսինքն այստեղից։ Այո, շրջվի։ Ու շատ հանգիստ լայն գնա ինչքան կարող ես։ Առաջի գիծ այսինքն։ Երկրորդ, աչից երկրորդը։ Աչում միշտ մեքենա կա կանգնած։ Սենց ապահով է լինում։ Գնալով, մի խանգարի գնալով, շարքը փոխի։ Ամեն փոխելուց անջատի, սպիդոմետրը մեջ չարագանաս, նորից փոխի, սպիդոմետրով ստուգում ես արագությունը։ Շատ լավ է, վատ չի։ Աշխատի կողքդ ավտո չպայես, ապետորդ ուշադրությունը չշեղի, եւ եթե հանգար սխալմամբ ինքը շարքափոխում, իրար չկպնեք։ Շունենք մի շախմատաձև։ Կողք երբեք ոչ մեկ չի գնում։ Լուրջ վարորդները կշունեն շախմատաձև, որը շատ կարեւոր է։ Օրինակ այսպես հիմա ոնց։ Այո։ Եթե սխալմամբ շարք կփոխի կամ հայկական ձևի լուկ կփախցնի, դու վտանգի մեջ ես։ Նայում ես դիմացի եկողներին, այստեղից ենք շրջվում։ Ու շրջվում ենք։ Ու գնալով եւ առանց շտապելու, նա քեզ զիջող է, դու խաչմերուկի մեջ ես, շրջվի, ապրես, ռուլը երբեք բաց չթողես, ինքդ ես դզում։ Չանես այտենց բան, ինքնուրույն, դու սպորտ ավտո քշող ես։ Դե դու բաց թողեցիր։ Փոքր մի հատ քարանգնի ակի տակ ավտոդ փախնելու է, չանես այտենց բան, միշտ կոնտրոլի մեջ պահի։ Գնացինք։ Ձախ կողմի վրա շարք փոխի։ Հայլյովը ստուգի, արագ մեքենա ունես։ Շատ համբերատար շարքդ փոխի աչ կողմ։ Ինքը փոխում է։ Մենք փոխենք աչ կողմ։ Անջատի։ Մենք իրան չխանգարեցինք նայ հայլիտ։ Տես հիմա ինքը որոշեց ոնց գնա։
Որովհետև մենք չենք ուզում ձախ շարքը զբաղացնենք։ Եթե ուղիղ աջ ձախ չեն ասում ուր ես գնում, ուղիղ։ Լույսը կանանչա, ձախից երկրորդ շարք ես խաչմերուկի մեջ առաջնայի շարքը չսխալվես, ներսնես ձախից երկրորդ շարք, այ սենց, որը որ ուզում էր սխալվեր։ Դրանով նայի լայն աբյոմով։ Ակին նայի կզգաս։ 50-55 ու դիստանցիա, 50-55-ից ավել մի գնա։ Հիմա տորմուս տալու համար տես գծերը ընդհանրացան, դու արդեն ստեղից արգելակի։ Ու շատ դանդաղ գետնի վրա նայելով, անիվները գետնի վրա տեսնելով մոտիկացի։ Ու տես ինչ սահուն ա լինում, չեմ անում կյանքում արել ես թե չէ, քեզ էլ դուր գկա։ Զգացիր անիվները ոնց հուշես լույսի փոխվելը։ Նրա հետ գործ չունես, դու նայի քո ճանապարհին։ Ինչի համար է խախտում, դա մեր համար չի, մենք նայենք մեր քշելուն։ Ճիշտ է։ Անգարում են։ Այ հիմա այստեղ որ գծանշան չկա։ Կա, ուղղակի լավ չի երևում։ Որ մի քիչ աչքդ պայես առաջ, ենթադրենք չկա, դու մտովի գծի դա։ Ձախ արագը մի մտի կողքինը քեզ։ Ջնջվել է, նորա գարուն եկել կգծեն։ Այդքան լրիվ մի անգամից չեն հասցնում արդիկ եւ նորմալ է։ Կանգնած մեքենայից մի մետր հեռու, որ դուռը բացեն, դու չխփես, հետո նորից քո բաժին։ Եվ շատ հանգիստ, անիվներին նայի կզգաս։ Խի են կամացածրել, որտեղ կարմիր լույս է։ Եվ այդ անիվները քեզ հուշում են ամեն ինչ։ Շատ համբերատար կանգնի, եթե աջ ձախ չեն ասում ուր ես գնում, ուղիղ ապրես։ Այդ մեր տաքսիստերին է պետք սովորացնել։ Գալիս են մտնում են հայաց, ձեն չես անում, ոչ մեն չես ասում, ասում հիմա ստեղից ուր գնամ։ Ուղիղ դեմի չենք նա։ Այս ընկերոջից զգուշ, իր մեքենայի վիճակն էլ ասում, իրանից զգուշանանք, ինքը անընդհատ խփել է աջ ծախ ամենտեղ։ Լուկեր չկան փողոցում, փոսեր չկան, ինձ պետքա գծերի մեջ պայես։ Ենթադրենք անցար լուկի կրիշկի վրայով, ինչ եղավ։ Ոչ մի բան։ Մեր մեքենան նորմալ վիճակում է, ուրեմն պետք չի էս գծերի մեջ սենց փախնել աջ ու ձախ։ Որտեվ աջից էլ կարա մեքենա լինի, ձախից էլ կարա լինի։ Ափսոսում են մեքենան տես դեպքերում։ Մենք չենք ափսոսում։ Կօգտագործենք, երբ որ կմաշվի, կնորոգենք, նորից կօգտագործենք։ Շատ ճիշտ է։ Զիջենք երևի, երեխայի հետ։ Եթե կարծում ես, ուրեմն զիջենք։ Ընդհանրապես ինքը ստեղ լինելու իրավունք չունի, ինել երեխայի հետ, ապրես, որ ուշադիր ես։ Գնացինք։ Փարք ենք անելու։ Ահա։ Պարկինգի օրենքը տալիս է բորձուրից 30-ից 33 սանտի հեռավորություն։ Դրա համար մի 10 մետր նայ առաջ, 15 մետր շտկի մեքենա ուղի նոր կկանգնես։ Հիմա շատ հեռու եմ։ Կներես փարք, Ռուչնայ տորմուզ, լնայ ոդկա տուրա եկե։ Քո սովորությամբ։ Բա։ Հիմա առանց ձգվելու նայում ես մի 10-15 մետր առաջ, ինձ ձեռքով ցույց տու ինչքան ես հեռու կանգնել։ Բորձուրից չձգվես, ոնց որ քշում էիր։ Մոտ այսքան։ Դու ճիշտ ես զգացել, բայց ինչի այդքան։ Այսքան 30-33 սանտիմետր, այսինքն մի ֆիտ, մի ոտնաչափ։ Շատ հեռու պետք չի կանգնել։ Բայց լավ ուղիղ կանգնեց էր ապրես։ Գնացինք։ Ահա, շատ լավ է, ահա, գնացինք, ում ենք սպասում, ում ենք սպասում, նայ առաջ, մեքենան նայ որտեղով է գնում, ուրեմն հայելու մեջ որ դու նայում ես, նայ շարքդ տես, ճանապարհդ տես, մենք այստեղից շրջադարձ ենք անում, տեսել էր նշանը, այո, տեսա, ուրեմն տես նոր միացրա, կարող է հանել էին, նայ կտրտացի վրայից, հայլիտ էլ նայ, շատ հանգիստ, արագ չեմ ուզում, կարաս գնաս, չի հասցնում, իմանալը քոնն է, երբեք սխալ չի, որտեղ դու տենց ես մտածում, ուրիշ մեկ ուրիշ ձեր, և դա ավելի երևի ճիշտ։ Իսկ ղեկը ուղղելուց, բանը չի կարելի չէ, ոչ, այսինքն պետք է այսպես չէ հետ բերել։ Ոնց որ դու սկսեցիր ուղը, պտտեցիր, շատ ճիշտ ես պտտում, նույն ձևով պտտի հետ։ Այ տենց, որ կոնտրոլի մեջ մնա միշտ։ Չի կարելի։ Այնչի է մտնում իմ գիծինքը։ Դու շփոթացնում ես իրան։ Դա միայն եթե ավարիայի իրավիճակ է ստացվում։ Այդ դեպքում ոչ։ Տղեկին բարև սիգնալով բան, չէ։ Մենք ինչի համար ենք ղեկին նստել, գնանք տեղ հասնենք։
Ոչ emergency մեքենա է, շտապօգնության մեքենա, ոչ ոստիկան ենք, ոչ պաժար հանգցնելու են գնում, հանգիստ մեր համար ու վայելելով գնանք, ոչ թե պատահական ուշադիր եղի լույսին։ Դու անցնում ես, որտեղ բավականին ժամանակ կա, եթե աջ ձախ չեն ասում, գնում ես ուղիղ։ Շատ հանգիստ խաչմերուկ ուղիղ կանցնենք, թարթիչը միացրու, տեղավորվում ես դարպասների դիմացը ու դարպասները բացվում են ներս, ինչքան կարաս մոտիկ, որ փողոցը չփակվի։ Դրա համար էլ դարպասները սարքել են ներս եւ շատ ճիշտ են սարքել, մոտիկ, նորից մոտիկ, ու սահուն, փարք, ռուշնոյ տորմուզ։ Ահա, կներես, ես դարպասները բացեմ։ Քեզ վստահում ենք հարություն, քանի որ դու վարորդ ես, մեքենա տանում ես նես, այն բարձունքի վրա կանգնացնում ես։ Լավ։ Աշակերտներին չի կարելի, քեզ կարելի է։ Մերսի։ Drive News ընդհանրապես մեզ հետ չեք ձանձրանա։ Մնա։ Եթե պտտելուց դժվարացնում է, ձախ ոտքը օգտագործում ես, դիրսիդենի ստեղ, բայց չես հենվում։ Եթե հենվելու կարիք ես ունենում ռուիլի համար, հենվում ես ձախ ոտքի վրա։ Ու տես ինչքան է հեշտանում, ոտքդ օգտագործի։ Աջ ենք պտտվում, երկու կոնի մեջտեղով ենք անցնում, բարձրանում ենք կոնը ձախ ենք պտտվում, մի ձեռքի համար արագություն մեզ պետք չի, ուղղակի վարժվելու համար է։ Like a limousine, it's long and black, laying in the back is everything you need. I got a Jag at home that's built for speed. I will give you the world just for you to be mine. Champagne, red roses all the time, treating you like a queen. If you let me, girl, just me and you sitting on top of the world. Me and you could have a good time. Won't you be with me? Come on, girl, let's take a ride down the street. Այ հիմա մի հատ փորձի այս պատուհանից կոնդ քթի։ Թեքվի նայ, ահա, ու գնալով։ Դες որ նախորոք ես նայում, ինչքան հեշտ ես գտնում, դրա համար նայում ենք միշտ առաջ։ Նախորոք ու շատ հեշտանում է։ Կենտրոնով անցնում ես, աջ կողմի կոնդ 8-ից 10 մետր հեռավորությամբ պտտվելու ես։ Հետո գնալու ես մի մետրանոց կոները, այս թեքվելուց դու այս ապակից մի մետրանոց կոներդ նայի երևում արդեն ու գնացինք, ահա, լավ էլ կարողանում ես կողմնորոշվես։ Golden bars and fancy cars, we could even make love up under the stars, or on the moon in the afternoon. Cause all I wanna do is zoom back to earth. And for what it's worth, I'ma stick $1 million inside your purse. And if that don't work, then I give you two. Cause I wanna manamana with you. I don't want to make a fuss, so don't you know I want you so. Come on, girl, give me a twirl. Can you see it's you and me? I'll buy you treats, I'll buy you sweets, I'll buy you everything to make you see. Come take a ride, I'll be your guide. Let's do manamana all night. Ինչքան հանգստանես քո օգուտն է, փորձի, դանդաղարը տես մի շնչի ոնց կկանգնես։ Մեջն ես։ Հա, մեջ։ Ստեղ չես խփել։
ամեն ինչ իր հերթին։ Ես չէի պատկերացնում, որ մեքենա վարելը այսքան բարդ է։ Իրոք։ Բայց ես խորհուրդ եմ տալիս, լուրջ եմ ասում, բոլորին, ով ցանկանում է սովորել մեքենա վարել, անպայման պետք է այս դպրոցը անցնի։ Ես օրինակ չեմ անցել նման տիպի դպրոց, ինչի համար շատ զղջում եմ, իհարկե։ Ու իրոք հիմա ես ինքան նոր բան իմացա արդեն, որ էլ ասելու չի։ Ամերիկայում եթե սենց բռնես լապատկի պոչի պես, տեղում կտրված ես, դու համապատասխան փորձ չունես, ուրեմն չի կարելի։ Պտտելու ժամանակ գալի խանգարում է շատ։ Իսկ բաց մատերով պտտելուց ծալվում է եւ շատ սահուն է լինում։ Ահա դեռ շատ։ Առաջնայի շտկի մեքենան, լրիվ ուղիղ լինես ու նոր կանգնես։ Այ դու շատ ապրես։ Դրա համար էլ դու լավ վարորդ ես։